Երևան քաղաքում, հատկապես կենտրոն վարչական շրջանում, նոյեմբերի 17-ից 25-ն ընկած ժամանակահատվածում մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 1,4-ից 4 անգամ։ Հատկապես բարձր է եղել նոյեմբերի 21-ին եւ նոյեմբերի 25-ին համապատասխանաբար 4,3,5 անգամ գերազանցելով սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Առաջիկայում, քանի որ չի ակնկալվում օդի մթնոլորտային հոսանքների տեղաշարժ, առաջիկայում եւս կպահպանվի այս դիտված պատկերը մինչև հետագա օդային հոսանքների տեղաշարժի փոփոխությունը։ Այս սմոգը, այս փոշու շերտը, որը կարող են տեսնել մեր քաղաքացիները, այն առկա է տևական ժամանակ, ձմռան ամիսներին եւ այսինքն պատճառահետևանքային կապերն են ուղղակի տարբեր եղել։ Նկատել են պատճառները հիմնականում շինարարությունն է, մեքենաներից արտանետումները, որտեղ տարեկան մեծ թվով մեքենաներով ավելանում են քաղաքում։ Բազմաթիվ են, բոլոր գործոնները այդտեղ տեղ ունեն։ Դրանք կլինեն թե մեքենաների աճող թիվը, թե հանքերի տեղակայումը, որը օրինակ քաղաքապետարանը վերջի տարիներին խիստ սահմանափակել է, լինի շինարարությունը, այսինքն բոլոր գործոնները այստեղ տեղ ունեն։ Օդի աղտոտվածության բարձր մակարդակը բնականաբար ռիսկի գործոն է հանդիսանում քաղաքացիների առողջության տեսանկյունից, բայց այստեղ շատ կարևոր է մի քանի հանգամանք, մասնավորապես օդի աղտոտվածության որ ցուցանիշներով է աղտոտված օդը, ինչ ժամանակահատվածում է օդի աղտոտվածությունը տևել եւ չմոռանանք, որ մեր հիվանդությունների առաջացման պատճառները բազմագործոն են եւ դրանից կախված, այսինքն ունենք վարքագծային գործոններ, որ մի գործոնով չի կարելի նշել, որ այս կամ այն հիվանդությունը կարող է բարձրանալ։ Սակայն ռիսկի գործոնը դա կա, առկա է եւ փաստ է։ Մենք նույն խցանումներն ունենք, եթե ոչ ավելի ծանր, բաց վիճակում շինարարություն ունենք, չկանոնակարգված աշխատանք ունենք, որը չի համապատասխանում ոչ մի սանիտարական նորմի։ Մենք հատում ենք փողոցների երկայնքով խոշոր մեր ծառերը, որոնք որ տեսակի մեջ լավագույնն էին փոշին նստեցնելու համար։ Անում ենք դա փողոցների երկայնքով, այսինքն մեկ բան է դուք հատեք 10 ծառ ինչ որ մի պուրակում եւ լրիվ ուրիշ պատկեր է, երբ որ դուք ամբողջ փոքր կենտրոնում հատում եք խոշոր ծառերը եւ նրանց փոխարեն տնկում եք դեկորատիվ այգեպուրակային տարածքների համար նախատեսված ուրեմն պահանջկոտ շատ ծառատեսակներ, որովհետեւ փողոցներում ծառերը դրանք օդափոխության միջանցքներ են, դրանք քաղաքի կմախքի կանաչ բաղկացուցիչ մասն են եւ փաստացի հիմա մենք թողել ենք բնակչին բաց վիճակում այս բոլոր խնդիրների առջև։ Դրա համար քաղաքապետարանը պետքա շատ լուրջ ուրեմն ուսումնասիրի այն խնդիրները, որոնք ինքը անձամբ ստեղծել է եւ նախկին իշխանության օրոք եւ այսօր շարունակաբար, բայց այն ծավալը, որը այսօր մենք ունենք, ես չեմ հիշում, ճիշտը որ ասեմ, որ այսպիսի բանը տեղի ունեցել եւ մեր մոտ փողոցներով միամոմենտ բոլոր ծառերը ոչ լոտվեցին, բոլոր ծառերը փտեցին եւ պետքա մենք ուղակի որպես փրկություն եւ դա ներկայացվում է որպես բարի կամք, որպես շատ լավ աշխատանք պետքա հատվեն Երևանի ուրեմն կենտրոնի ծառերը եւ հիմա մենք պետքա ինչ 20 տարի սպասենք մինչեւ այդ ծառերը սավառ ձեռք բերեն կամ տեսակներ դնենք, որոնք երբեք չեն էլ ձեռք բերելու։ Այս սեզոնին նաեւ օդափոխության խնդիր ա լինելու քամիների բացակայություն, բայց սա չի խոսում նրա մասին, որ մենք մնացած սեզոնին ունենք արտակարգ վիճակ։ Մենք ունենք մոտ վիճակ, ուղղակի անընդհատ կա այդ քամին, որը փոփոխություններ պարբերաբար առաջացնում է, բայց նույն աղբավայրը այրվող մենք ունենք չէ Երևանում։ Մենք ինչ հարց ենք լուծել 7 տարի է դուք արդեն ներկա եք 7 տարվա մեջ ինչ ա փոխվել աղբավայրի կյանքում։ Ոչ մի բան։